Շարունակում է մնալ պահանջված, եւ պարոն Մամեջանյանը շատ անհագստացած է, թե երբ է լսելու զեկույցը, չնայած այդ հնարավորությունը ընդդիմությունը միշտ ունեցել է մասնակցի աշխատանքներին եւ տեղեկացված լինի կատարված աշխատանքի ոչ միայն բովանդակություն, այլ ամբողջ ծավալի։ Բայց քանի որ իրենք որոշեցին չմասնակցեն եւ հիմա անհապեր սպասում են զեկույցին, ես կասեմ օրը դա կլինի սեպտեմբերի 27-ին հետևող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։ Դա նշանակում է, որ աշնանային նստաշրջան է, որը կսկսվի սեպտեմբերի 27-ը, քանի որ շաբաթ օր է, իսկ ամսի 30-ը կսկսվի լիագումար նիստը, կամ 30-ին, կամ դրա հաջորդող օրը լիագումար նիստում ազգային ժողովի նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում եւ օրը վերջնական կորոշվի։ Ես կարծում եմ, որ օրը շատ կարևոր է, հենց այդ օրը ներկայացվի եւ այդ օրը կներկայացվի լիագումար նիստի ընթացքում։ Չէ, բացահայտումներ սպասենք, բանկոտ։ Դուք սենսացիաներ ման եկեք, դուք ման եկեք հետևանքների վերացման խնդիրների բացահայտում։ Այս շրջանում նստաշրջանում չեք ներկայացնում, մինչև արձակուրդ գնալը։ Որտեւ ճիշտ է սեպտեմբերի 27-ից հետո համ սիմվոլիկ օր է, համ ճիշտ օր է, ավել ընդհանրապես կրքերը շատ հանգստացած կլինեն բոլոր առումներով քաղաքական եւ կարծում եմ, որ սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասված է, որը ուղղությամբ կատարված է մեծ ծավալի աշխատանք եւ այդ աշխատանքը պետքա անհետևանք չմնա։ Կներկայացվի, մենք որևէ օրենք չենք խախտել, չենք խախտելու եւ դրանից հետո կարծում եմ զեկույցը կլինի գաղտնի բաժնում։ Գաղտնիության ծավալը այնքան մեծ է, որ համոզված եմ, որ նիստը կլինի փակ, բայց զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որպեսզի ամեն մեկը զեկույցից բխող եզրակացությունների հետ կապված գան եզրահանգումների հանգեն։ Պարոն Քոչարյան, դուք ինչպես եք վերաբերվում, որ ձեր գործընկեր Խաչատուր Սուքիասյանը հայտարարում է, թե արցախցիները չեն կռվել, 10 զոհ է եղել։ Բայց ես գիտեմ, որ պարոն Սուքիասյանը նաև հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, որ թվի մեզ սխալվել է եւ պետք է հնչեր 210-ը, հնչել է 10-ը։ Հիմա ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, ես կարծում եմ, որ մեր ցանկացած խոսքի նկատմամբ պետք է ուշադիր լինենք եւ այդ խոսքը պետք է մեր չնեսեմացնի մեր որևէ գործողություն։ Կարծում եմ պարոն Սուքիասյանը ուղղելով այդ թիվը ըստ էության օրակարգից հանեց շահարկումների այն ամբողջ ծավալը, որը դրան անմիջապես հետևեց։ Ես տեսել եմ նաև կներեք, տեսել եմ թե ինչպիսի արձագանքներ ա եղել, դա կներեք անդադ փնտրել փոթորիկ մի բաժակ ջրում, դա մեզ ոչ մի լավ տեղ չի տանում։ Բայց որ ասում եք չի կռվել, դուք օրինակ ինչ եք կարծում, արցախցիները կռվել են, արցախցիները։ Եթե չկռվեին եւ ընդհանրապես մեր ժողովուրդը, մեր պաշտպանական ամբողջ համակարգը, եթե իր արժեվ դրված խնդրի լուծման, ասինքն պաշտպանական խնդիրների լուծման առումով կռված չլիներ, խաղաղություն կլիներ, նոյեմբերի 9-ը կլիներ, նոյեմբերի 9-ը արդյունքա նաև նրա, որ մենք զոհեր տալով այնուամենայնիվ հակառակորդին չթողեցինք, որպեսզի ինքը իր հաջողությունները զարգացնի եւ ունենանք շատ ավելի աղետալի իրավիճակ։